մենք գալով իշխանության վերականգնելու ենք հայ կնոջ արժանապատիվ կերպարը։ Շատ լավ, իսկ ո՞նց։ Ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին։ Այսինքն Առնվազն նախարարություն ուրեմն պետք է ստեղծի, որ այս հարցերը կուրացիա կանի։ Սեքսի նախարարություն։ Առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցն էլ չի լուծվում։ Սամոյես ինչ է խոսում ես անուղեղը։ Դա պայմանավորված է առաջերտին դաստիարակությամբ։ Փաստորեն սա էր քո դաստիարակությունն ու դրա արդյունքը։ Խայտառակներ։ Ուշադիր լսեք։ 8 տարի այս մարտիկ եղել են իշխանության։ 8 տարվա ընթացքում մի հատ հավի բուն չեն սարքել։ Այն, որ այս 8 տարիների ընթացքում հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, ժամանցի ու մշակույթի կենտրոններ ու վերջապես 300 դպրոց ու 500 մանկապարտեզ են կառուցել, կալուգացի շպիոնին չի հետաքրքրում, կալուգացի Սամոյի սիրտը հավի բուն է ուզում։ Խոստանում եմ, ընտրություններից հետո կալուգացի Սամոյի համար հավի բուն էլ կկառուցենք, 3-ը 4-ի վրա ու առանց պատուհան։ Նստած ինձ համար գործ էի անում, մեկ էլ շրախկ։ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Ես հասկանում եմ, որ քաղաքական անմեղսունակությունն ու դատարկամտությունը երբեմն կարող են սահմաններ չունենալ, բայց ոնց հասկացա, կալուգացի օլիգարխի դեպքում դրանք անսահման են։ Լավ, բայց հավաքվածներից մեկը չհարցրեց, թե 10,000 ադրբեջանցին գալիս է մեր բանակում ծառայի, որ ինչ անի։ Մեզ ումից պաշտպանի։ Ադրբեջանից։ Գիտեք սա որ դեպքն է։ Երբ կալուգեցի օլիգարխը մի սուտ ասել է 300,000 ադրբեջանցի Հայաստան գալու մասին, հիմա ստիպված է բազմաթիվ նոր ստեր հորինել առաջին սուտ կոծկելու համար։ Հեքիաթ ասած սուտ ասանը։ Երեք մի ամիտ ինչ տեսնեմ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է։ Ճանաչված անկախությամբ իր անկախության օրով։ Նարեկ, բայց Ղարաբաղը որ անկախ էր, բայց ժամանակին Ղարաբաղի անկախությունը ինչի չէիք ճանաչում։ Բա ուժեղ տղեկ էիք, չէ՞։ Հերդ ՀԿ պատգամավոր էր, ՀԿ խմբակցության ղեկավար էր, Սերժի աշխատակազմի ղեկավար էր, բա ուժեղ հզոր տղեկ էիք, բա այդ Ղարաբաղի անկախությունը ժամանակին ինչի չէիք ճանաչում։ Բա անկախ էր Ղարաբաղը, դե ճանաչեիք Ղարաբաղի անկախությունը։ Թե չէ հիմա եկել տեսախցիկների առաջ տղամարդ լամիշ եք գալիս, լոլոներ եք կարդում։